Պարոն Փաշինյան, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հանեց այդ արգելքը Հայաստան տարանցիկ իր տարածքով բեռեր փոխադրելու, դուք մի քանի անգամ հրապարակայնորեն տարբեր հարթակներից Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտնեցիք, այսինքն հոկտեմբերից Թբիլիսիում ողջունեցիք ու շնորհակալություն հայտնեցիք նրան այդ քայլի համար, այստեղ կառավարության նիստին մի քանի անգամ եղել է նույն ԵԱՏՄ հարթակում, որտեղ Ադրբեջանը որևէ կերպ ներկայացած չի, վերջինս մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում դուք էլի շնորհակալություն հայտնեցիք նրան այդ քայլի համար։ Հիմա ձեր վիզավիները ասում են, որ դա պատճառաբանված է նրան, որ դուք ունեք որոշակի նման պարտավորություններ անդադ շնորհակալություն հայտնել կամ որ դուք դրանով ուզում եք ցույց տալ, որ խաղաղության գործընթացը հենց ձեր վրա է կենտրոնացած, դուք եք միանձնյավարում այդ գործընթացը, ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, միգուցե դա դիվանագիտական ինչ-որ հնարք է, եթե կարող եք կիսվել ձեր պատկերացումներով, ինչով եք դուք առաջնորդվում դա անելուց, շնորհակալ։ Ընդհանրապես ես նկատել եմ, որ մեր մոտ, գիտեք, մեր իրականության մեջ, եւ սա նոր չեմ նկատել, վաղուց եմ նկատել, բանի իրականության ընկալման բանաձևերը բարդացնելու տենց բան կա, շատ մղում կա, որ ասենք ինչի է այս միկրոֆոնը կապույտ, իսկ ինչի է այս մեկը կարմիր, իսկ ինչու սա սև չի եւ մեկը դեղին չի եւ սրանից աշխարհաքաղաքական հետեւություններ։ Լսեք, ինչ որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի, ո՞նց է վերաբերվում դրան։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը դրան, որ մենք դրական ենք վերաբերվում։ Հակառակը, այո, որովհետեւ մի քանի բան է տեղի ունեցել, որովհետեւ հիմա դուք մի վերնագրի ներքո եք դնում, բայց իրական մի քանի բան է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում։ Ընդ որում սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Այսինքն այս երկու բան է տեղի ունեցել։ Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը։ Արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։ Ես ասում եմ հարց կարա հնչի, բա ինչի չեն գնում երկաթուղիները, որովհետև իմ ընկալմամբ մենք մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուրի տրամաբանությամբ աշխատում, որովհետև գնացք բեռնելը եւ որևէ ուղղությամբ ուղարկելը այդ որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել միտեղ միանգամից, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ։ Երրորդ բանն է տեղի ունեցել։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին եւ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Եվ մենք կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում, ընդ որում չի տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրի, որովհետեւ դա կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար։ Որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել։ Ասել երրորդ բանն է, այսինքն երրորդը թե չորրորդը տեղի է ունեցել։ Այսինքն նկատի ունեմ իրականում շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը եւ ուզում եմ ցույց տալ, որ խաղաղությունը ինչա, կներեք, ինչ որ բան ասենք, ուզում եմ ցույց տալ եւ ցույց եմ տալիս եւ հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է։ Եվ այդ իրականությունը ունի կոնկրետ արտահայտչած ձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ, այսինքն երկկողմ հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Խոսակցությունը քաղաքական կատեգորիա չի, եթե գիտեք, պաշտոնական քննարկում այդ թեմայով պետքա չլինի, որովհետև քաղաքական արգելքի բացակայությունը արդեն բիզնեսները պետքա իրար հետ պայմանավորվեն եւ եթե պարզվի, որ կառավարությունը պետքա ինչ-որ բան անի այդ պայմանավորվածությունները հնարավոր դարձնելու համար, մենք դա կանենք։